Ողջույն սիրելիներ ջան, ես տեսանոթ ես կուզենամ, որ նաև տարածվի մեր Արցախի քույրերին, եղբայրներին, որովհետև ասելիքս նաև նրանց է վերաբերվում։ Եվ իրավունք եմ վերապահում ինձ ասելու, որպես 93-94-ի Արցախյան հերոսամարտի մասնակից։ Սիրելիներ ջան, արդեն 6 տարի է, ուղիղ 6 տարի առաջ, որ մենք միասին նույն խրամատում ենք կռվել։ 6 տարի առաջ մենք միասին նույն խրամատում զոհվել ենք, նույն խրամատում իրար համար կյանք ենք տվել։ Բայց ճակատագիրը այնպես ստացվեց, որ հիմա ունենք այն ինչ որ ունենք։ Թվում է թե դուք եք կորցրել Արցախը, բայց չէ, սա համայն հայության կորուստն էր։ Արցախը մենակ ձերը չէր, Արցախը հայությանն էր, Արցախը բոլորինս էր։ Մենք բոլորս ենք կորցրել։ Ու հիմա փորձել մեղավորներ ման գալ։ Ես նկատում եմ մի տեսակ մեր մեջ նեգատիվություն կա, որովհետև ցավը բոլորինս է, ամեն մեկս ենք ուզում այդ ցավի պատճառով փորձել գտնել թե ով էր մեղավոր, բայց բան չի փոխվելու։ Ընդունենք թե ինչ որ մեկս է մեղավոր եւ գտնենք մեղավորին, նույնիսկ խաչենք մեղավորին, նույնիսկ պատժենք, ունենք այն, ինչ ունենք, բան չենք փոխելու։ Ավելի լավ է հիմա ավելի համախմբվենք, միասնական դառնանք, մեկ բռունցք դառնանք։ Ուզում եմ մի կարևոր բանի մասին ասեմ ձեզ բոլորիդ, համանային դեպս սիրելի մեր Արցախի քույրեր եղբայրներ։ Տեսեք դուք թողեցիք եկաք երբ որ վերադարձաք Հայաստան, մենք ձեզ տուն տեղ տվեցինք, բայց ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք, որ արդեն ուղիղ 40 տարի է 1987 թվականից, գրեթե 40 տարի մենք տուն չենք վերադարձել, մենք հլը փողոցներում ենք, գիտեք, Հայաստանի ժողովուրդը դեռ հլը փողոցներում է, դեռ հլը ինչպես որ Մովսեսի ժողովուրդը, այնպես էլ մենք դեռ հլը անարդարության անապատում ենք դեգերում, դեռ հլը տառապում ու անարդարության անապատում փորձում ենք մեր արդարությունը ամրապնդել։ Ու հիմա ինչպես որ Մովսեսի ժողովուրդը ճեղքեց, համարձակվեց քայլ անելու եւ փարավոնի լծից դուրս գալով կարմիր ծովը ճեղքեց, այնպես էլ մենք ուզում ենք հիմա վերջապես կարմիր դրոշը ճեղքենք այդ մեր այդ տարիների հարյուրամյա մոտ 200 տարվա այդ կարմիր դրոշը ճեղքենք ու գնանք մեզ արժանի կյանքը, մեզ արժանի քաղաքակիրթ, ավելի բարեկեցիկ, ավելի հանդուրժող եւ ավելի ըմբռնող կյանքը, որտեղ որ բոլորս էլ ենք արժանի։ Եթե ուշադրություն դարձնեք օրինակ Սամվել Կարապետյան, Քոչարյան, այդ բոլոր այդ ռուսաֆոբիայով տարապող մարդկանց, նրանց կարողությունը ամերիկյան դոլարով է։ Նրանք քշում են եվրոպական ու ամերիկյան ու ճապոնական մեքենաներ, նրանց տան արք ու կարգը եւ կենցաղը եվրոպական, ճապոնական ու ամերիկյան է, նրանց թորները, բարեկամները, հարազատները եւ երեխաները գնում ծնվում, սովորում եւ ապրում են Եվրոպաներում, Ամերիկաներում, բայց չգիտես ինչի մեզ անընդհատ խցկում են այդ հույսային փարավոնի լծի տակ, որ մենք էլ ենք արժանի այդ կյանքով ապրելու։ Ուստի կոչս այն է, որ եկեք համախմբվենք, եկեք միանանք, եւս մեկ անգամ, ինչպես որ Մովսեսի ժողովուրդը մենք էլ ճեղքենք այդ կարմիր դրոշը, այդ հյուսիսային փարավոնի լծի տակից դուրս գալով գնանք մեզ արժանի ավելի բարեկեցիկ կյանքը։ Վերջը, եթե հաշվում ենք մոտ 200 տարի, կարծես զուգահեռ նմանությամբ ենք ապրում հրեական այդ անցյալի պատմության հետ, մենք էլ եղել ենք հյուսիսային փարավոնի լծի տակ։ Եվ բացի կորցնելուց, բացի կորուստից ոչինչ չշահեցինք։ Օրինակ հիմա ասում ենք Արարատի մասին, Վանի, Մուշի, այս ամեն ինչը 100-120 տարվա պատմություն է։ Ուղիղ 100-120 տարի առաջ հայ ժողովուրդը լավ թե վատ, թե Արցախում, թե Արևմտյան Հայաստանում իր հողի մեջ էր ապրում։ Լավ թե վատ, բայց իր հողն էր, իր բնորանն էր։ Մենք ամեն բան կորցրեցինք, խնդրեմ, վերջի կորուստը Արցախի կորուստն էր, որ մենք կորցրեցինք ու եկանք համախմբվեցինք Հայաստանում, բայց սա իր հետաքրքիր բանը ունի, նշանը ունի, որովհետև հայ ազգը իր սկիզբը սկսել է հենց Արարատյան դաշտավայրից։ Հայ ազգը սկսել է տարածվել եւ գնալ հենց Արարատյան դաշտավայրից եւ պատահական չէ, որ ասացի Արցախը հայերին է։ Արցախ անունը մենք հենց հայերով ենք տվել այդ բառին, հենց Արարատյան դաշտավայրից ենք տվել։ Եվ մի ալեգորիկ մի բան էլ, մի շատ կարևոր բան եմ ուզում ավելացնեմ այս տեսանյութին եւ կապեմ Արցախ բառի հետ։ Մենք բոլորս ամեն առավոտ տեսնում ենք Արարատ լեռը։
Թերևս հիմա քաղաքական առումներով Գերբերից հանում են Արարատը, որը որ ընկալելի է, հասկանալի է, աշխարհը տուրբուլենտ է, մեկը մեկի վրա կեղտ է մանգալի, որ հարցակվի։ Քաղաքական առումով այդ հարցը տենց է լուծել, բայց ազգային առումով որևէ մեկը չի կարող Արարատը մեր սրտից անի, մեր հոգուց անի, մեր մտքից անի։ Դարեր անցնեն չեն կարող անել եւ Արարատը 500 միլիոն տարի է այնտեղ կանգնած է, դեռ 500 միլիոն տարի էլ կայնելու է այդ լեռը այդտեղ ինչպես որ կա, դա մեր լեռն է եւ եթե ասեմ ընդհանուր ալիգորիկ ձևով եւ Աստված կանչեց աշխարհի ազգերին եւ ասեց այս լեռին ինչ անուն կտակ եւ ամեն մեկը իր անունը տալով հայ այդ լեռան ասեց ես կտամ այդ լեռին Արարատ անունը ու Աստված ասեց իսկ ինչի Արարատ ու հայը պատասխանեց, որովհետև արարման վայրն է, արարման սկիզբն է, քո լեռան, քո կյանքի նորից սկիզբն է, դրա համար Արարատ կկոչեմ իրան։ Եվ Աստված ասեց, սրանից հետո աշխարհի բոլոր ազգերը այդ լեռին քո կոչումով կտան, քո ասելով կտան։ Եվ աշխարհի բոլոր ազգերը այդ լեռան հենց Արարատ են կոչում։ Հիմա կասեք բան ասիր, Կազբեկ են կոչում, Էվերեստ են կոչում, ճիշտ եք, բայց Արարատը ուրիշ անուն էլ ունի, որին անուն ունի, Մասիս, իսկ Արարատը դա անուն չի, Արարատը դա կենսագրություն է, Արարատը դա պատմություն է, Արարատը դա համայն մարդկության արարման վայրն է, հենց այդպես է կոչում, Արարատ, արարման վայրը, որին հենց մենք ենք այդ անունը դրել, որին աշխարհը հենց այդ լեզվով է կոչում, որին հենց Մովսեսը իր Թորան գրելուց ասեց Նոյը որ իջավ, հենց այդ լեռան վրա իջավ, որին հենց հայերեն են անվանում Արարատ։ Եվ ուզում եմ սա կապեմ Արցախի հետ, որովհետև մենք հենց այդտեղից սկսեցինք Արցախը մերը դարձնել, Վանը մերը դարձնել, Մուշը մերը դարձնել, Արարատը մերը դարձնել, հենց այդ կետից դարձեցինք։ Սա հիմա մի նոր սկիզբ է, որ մենք սկսում ենք։ Ինչպես որ ասեցի, այդ սկիզբը այն սկիզբն է, որ 40 տարի դեգերելուց հետո մենք պիտի ճեղքենք այս կարմիր դրոշը, ճեղքենք ու մտնենք մեզ արժանավայել, իրավայել, հայավայել կյանքը։ Սա կոչա բոլորիս, դադարենք իրար ատել, դադարենք իրար մեղավորներ գտնել, դադարենք իրար սխալներ անել, իրար մեջ սխալներ գտնել, միախառնվենք եւ 2026-ին վերջապես մենք էլ մեր խաղաղությունը գտնելով 40 տարիների այս դեգերումից հետո վերադառնանք մեր տունը, սկսենք կառուցել մեր տունը, մեր շենը շենացնել, մեր բունը ապահովել եւ վերջը մենք էլ դառնանք արժանավայել կյանքով ապրող, ինչպես որ եվրոպացիներն են, ինչպես որ արևմուտքի մարդիկ են, մենք էլ, որովհետեւ աշխարհին կրթություն տվեցինք, մենք էլի գիժը մնացինք, մենք արժանի ենք լավ ապրելուն։ Կոչես բոլորին սա, սիրելի ժողովուրդ, վերջապես եկեք քայլ անենք, այս 200 տարվա լծից, որ ունեինք հյուսիսային փարավոնի իշխանության տակ, թոթափենք ու անցնենք մեր հաջորդ տարիների լավագույն կյանքին։ Աստված օրհնի Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովրդին եւ հայոց պետականությունը։ Ողջ լինեք։